ես անկեղծ ասած զգացված եմ մեր հարգարժան մերադրապի հաջողություններից եւ ես բնութագրվեցի որպես ազդեցություն ունեցող, հեղինակություն ունեցող իհարկե ես աղետներ ունեցել եմ տարբեր մարդկանցից այդ մասին լսելու, բայց որ ես մերադրող կողմից պետք է լսեի, ինձ համար մեծ անակնկալ էր եւ շատ հաճելի շնորհակալ եմ։ Բայց տարօրինակ էր ենթադրյալ այդ հեղինակությունը եւ այդ ազդեցությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու ցանկությունը։ Ես այո, իմ ծառայության բերումով, իմ շփումների բերումով ունեմ որոշակի ազդեցություն, որոշակի հեղինակություն եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմ ազդեցությունը ոչ կնվազի խափանման միջոցի ընդգրկությամբ, ոչ էլ կվերանա։ Միակ միջոցը խափանման, որը կօգնի, որ այդ իմ ազդեցությունը ընդհանրապես չեզոքացվի, մահապատիժն է։ Մահապատիժներ կարծում եմ, որ այս դատարանը ի վիճակի չի լինելու որպես խափանման միջոց օգտագործել։ Անգամ կալանավորումը խափանման միջոց օգտագործելու դեպքում միևնույն է, այդ ազդեցությունը չի նվազելու։ Այնպես որ ոնց որ Սուրբ Գիրքը կասեր, զուր են ձեր ջանքերը։ Ամբողջ աբսուրդը նրանում է, որ իրականում ոչինչ չկա արած, ոչինչ չունեմ արած, որի հետքերը մաքրելու, ապացույցները ջնջելու համար ջանքեր գործադրել։ Դա ուղղակի արևի նման բազ է։ Հաստաբանը արձանագրեց 18 թվին եղել է դեպք, 18 թվից հետո մեր համապատասխան մարմինները լեթարգիական քնի մեջ են եղել, հանկարծ 25 թվին ինչ որ երկնքից տեսիլք են ունեցել, որ պետք է գործը վերաբացվի։ Ու երբ ես քննիչի հետ խոսում եմ, ասում եմ, ինչ հանգամանքներ, ինչ տվյալներ կան, որոնք պարզ չէին մինչև այս գործի վերաբացումը, ինքը ասում է, պարզել են, որ դուք խոսել եք Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի հետ։ Ասենք որոշ անձանց հետ։ Ասում եմ, ինքնին խոսելը փաստ է, որ ես դրա մեջ ներգրաված եմ։ Այսինքն անհեթեթ աբսուրդային պնդումներ։ Ես հասկանում եմ, գաղափարի հիմա դուք ինձ նկատողություն անեք, ասեք, որ թեմայի հետ շարժվող զրույցներ եք, քննարկումներ եք ծավալ։ Ես համաձայն եմ ձեզ, բայց ընդհանրապես այս թեման ինձ հետ չի առնչվում։ Այս թեման ծիծաղալի է, զավեշտական է ինձ հետ կապել է, այնպես որ ես ինչ ուզեմ կարող եմ խոսել ես։ Ինչ ուզեմ, որովհետև դուք թույլ եք տվել խոսել մի թեմայի շուրջ, որի հետ ես բացարձակապես կապ չունեմ։ Այսքան է։